այդ վերին պալեոլիթում նոր մենք խոսենք մեր ժամանակակից մարդու անմիջական նախնիները վերին պալեոլիթից են Homo sapiens այո Homo sapiens sapiens-ը ավելի ճիշտ է տերմին օգտագործել անատոմիապես ժամանակակից մարդու նախնին այդպես կարելի որտեվ նեանդերտալյան մարդը նույնպես sapiens է ուզում եմ ժամանակագրական առումով պատկերացնեմ այդ որ երբես Homo sapiens-ի հետ Homo sapiens-ի դեպքում տարբեր ռեգիոններում տարբեր են այսինքն Աֆրիկայում դա 150,000-200,000 տարի վաղեմության ուրեմն պատմություն կունենա այսինքն մարդ բանականի այդտեղ հայտնվել է եւ այլն Եվրասիայում մի քիչ ավելի շուտ Եվրոպա մեր տարածաշրջան 40,000 տարի հա այդ տարվա վաղեմության այսինքն Homo sapiens-ը ձևավորվել է Աֆրիկայում արևելյան Աֆրիկայում չէ մարդու բոլոր տեսակները մարդանմաններն ու մարդու բոլոր տեսակները բացարձակ մեծամասնությամբ ինչը մենք գիտենք որ կարողանում ենք հիմնավորել բոլորը ձևավորվել են Աֆրիկայում եւ այնտեղից տարածվել Եվրասիա եւ այլ տեղեր արաբական թերակղզու ենթադրում եմ հա եւ ունենք Homo erectus-ը դա 1.900,000-1.700,000 տարվա վաղեմության ուրեմն մարտեյակը որը Աֆրիկայից դուրս գար հասներ այս տարածքները եւ Դմանիքում այսինքն Վրաստանի տարածք Դմանիսի այդ մարտիկ են որտեղ պեղվել են դրանք 1.800,000-900,000 տարվա վաղեմության այդ մարդկանց մնացորդները Վրաստանում բացվեցին դա 20-րդ դարի մեծագույն հայտնագործություններից մեկն է որտեղ ունեցել դա մեր տաշիրի մի խոսքով այդ նույն տարածաշրջանն է եւ այնտեղ մենք ունենք հուշարձաններ որոնք այդ տարիք են ուղղակի այնտեղ նաեւ մարդու կմախքի մնացորդներ շատ մեծ քանակությամբ հայտնաբերվեց ուզեմ ասեմ եւ դա Եվրասիայում մարդ արարածի հնագույն մարդու տարածման ելակետային տարածքն է այսօր համարվում այսինքն հայկական լեռնաշխարհը մարդագոյացման կարևորագույն օջախ է